Ձեր բոլորի հետ, ասես վերնագիրը հասարակ առիթ մի տուր և Տերը քեզ կպահի կպաշտպանի, Տերը քո հետ է, ես ուրվաթորներ եմ քիչ խոսում սրա մասին, բայց ես ուզում եմ այսօր մենք ավելի այսինքն մտնենք դրա մեջ, ինչի մասին է առիթ մի տուր։ Հասկանում եք, որովհետև մեր կյանքը սա առիթ է, ամեն ինչի, չէ, բայց ես ուզում եմ հոգևոր առումով մոտիկանալ, որովհետև մենք առիթ չտարին։ Գիտեք, անցած կիրակի ես խոսում էի մի շատ դժոխքից, գեհենից, բայց այսօր ես ուզում եմ խոսեմ, որ ոնց է անիրավը մարդկանց մեջ գործում։ Գիտեք, որովհետև դա շատ կարևոր է, դա շատ հստակ է, դրա մասին խոսում ավետարանը, Աստվածաշունչը և անիրավը, հասկանում ես, ինքը իմանում է հարձակվել հոգևորի վրա։ Ես շատ անգամ ասում եմ, ասես մի ֆրազ ասում եմ, ամեն մի հոգևորի, այսինքն պաշտպանությունը, ուսեն ասած ստիլը էդ իր ընտանիքն է, որտեղ որ ինքը գտնվում է, հասկանում եք։ Հոգևորի ամեն մի քրիստոնյայի հավատացյալի ընտանիքը պետք է լինի պաշտպանված, հասկանում եք ամոր, որ դու իմանում ես, որ կա պաշտպանություն։ Ես դրա մասին խոսեմ, որ մենք ավելի հստակ հասկանանք։ Գիտեք, այսօր կա մեկ եւ հոգևոր աշխարհ, այդ աշխարհը, որ մենք շատերս չենք տենում, բայց կա պայքար, կա պատերազմ, պայքար ու պատերազմ։ Եք մեր կյանքը, այսօրվա հոգևորների կյանքը, դա էլ է պայքար ու պատերազմ։ Շատերս այսօր պատերազմների մեջ են, շատերս այսօր հոգևոր պայքարների, պատերազմների մեջ են։ Բայց ամեն մեկի մոտ մի ձևի մոտեցում է այդ պայքարը, այդ պատերազմը։ Եք ոմանք պայքարում են, ոմանք չեն ուզում պայքարեն, ոմանք հանձնվում են, լռում են նորից։ Ես երբ որ դու հանձնվում ես, դու պարտվում ես անիրավի, կարող ասեմ սատանային, ու սատանան այդ վաղ մտնում է ու սկսում է, ոնց ասեմ քեզ, տիրապետել շատ բաներ, հասկանում եք, ընչի, մակ ասեք, ոնց կարա սատանան, չէ որ մենք Հիսուսին են, չէ որ մենք Քրիստոսով ենք ապրում, ես սկսեմ Եփեսացիներից 4-րդ գլուխ, գիտեք, ես միշտ սենց սիրում եմ օրինակներ շատ բերել, կարդալ ասել, ես երևի այսօր նույն ձևի օրինակները կբերեմ, որովհետև շատ կարևոր է օրինակները, շատ կարևոր է, որ մենք այսինքն ավելի հստակ հասկանանք, թե մենք ում հետ ունենք գործ։ Նայեք, ես չեմ վախեցնում ձեզի, թե մենք պետք է վախենանք անիրավից, թե մենք պետք է տանփակվենք, չէ, մենք ունենք Քրիստոս։ Գիտես, այն ով որ քո մեջը, ինքը ուժեղ է ամեն ինչից։ Ամեն, քո մեջ Հիսուս Քրիստոսն է։ Միանշանակ, միանխոսք, вообще даже չել, այսինքն ոչ մի բանով չել, այսինքն քննարկում։ Այն մեկը որ քո մեջ է, հզորը ամեն ինչի նորից է կրկնում, դա Հիսուս Քրիստոսն է։ Խաչյալ Քրիստոսը, որ իր կյանքը տվեց։ Բայց կան ուժեր կան, որ այսօր ամեն ձևի ուզում են, որպեսզի դու, այսինքն, ոնց ասեմ քեզ, դու հերվանաս Քրիստոսից, դու չճանաչես Քրիստոսին, հասկանում ես, դու ելնես, ոնց որ ասած, քո ձևով, այսինքն սառն, անիմաստ կյանքով, գիտեք, անիմաստ հոգևոր կյանք է շատ անգամ մտածում են, որ քո կյանքում չի գալի փոփոխություններ։ Դա ոնց որ ասած անիմաստ կյանք է։ Նայեք, Եփեսացիներից 4-րդ գլխից, ես կկարդամ երևի 25 խոսքից, բայց 27-րդ խոսքը ներգծել եմ ես մի ուրիշ գույնով եւ ասում եմ եւ սատանային առիթ մի տվեք։ То есть Պողոս Արաքյանը ստեղ այդ նամակը, որ ուղեկցում է Եփեսացիների եկեղեցում, ինքը շատ է խոսում ստեղ պատերազմների մասին եւ ինքը խոսում է հոգևոր պայքարի մասին։ Եվ Պողոսը ստեղ նշում ասում է եւ սատանային առիթ մի տվեք։ Ինչի՞ հոգևոր կարա առիթ է սատանային։ Ինչ է որ, այսինքն, նայեք ասեմ, ես ուզում եմ որպեսզի մենք ավելի լավ հասկանանք, ես հիմա չեմ ասում այն մարդը, որ աշխարհում է։ То есть նայեք ասեմ, կա մեր տեսանկյունով երկու ձևի մարդիկ կա, մարդը որ Քրիստոսից հեռու է, չի ճանաչում, կա մարդ որ Քրիստոսի հետ է, խոսքը գնում է այդ ձևի մարդկանց, այսինքն եկեղեցու մարդիկ, ովքեր Հիսուսյան, то есть ինչ է ստեղ հարց առաջ քրիստոնյան կարա առիթ է սատանային, իհարկե կարա տա, մենք հիմա դրա մասին խոսենք, եւ գիտես շատ անգամ ես մի քանի տարիներ առաջ կարող ասեմ, ես մտածում եմ, որ եթե մտածում ես, հիմա եմ ես մտածում, ես ոնց ասեմ, գիտես, այս փոփոխությունները չկա, ինչ կարող եմ էլի մտածում, որ եթե դու Քրիստոսին ես, անիրավ այնտեղ տեղ չունի, ամեն ու հալելույա, բայց ստեղ կա հակառակը, կան մարդու մեջ երկու հոգիներ, Քրիստոս եւ անիրավ
դևեր եւ չարիք, իհարկե, միանշանակ կանոն է։ Եվ հիմա ես ուզում եմ, որպեսզի ոչ թե ապացուցեմ, որպեսզի մենք հասկանանք, որ մենք ապրում ենք այսօր մի են աշխարհում, մի են կյանքում, եթե դու չպայքարես, դու կլնես, ոնց որ ասում ստրուկության մեջ, կապվածության մեջ, հասկանում եք, բռնված կլնես, հասկանում եք, եւ գիտես, երբեմն գիտես գալիս է չեմ մտածում, որ աղոթում ես, բան չի փոխվում, գիտես, որովհետեւ դու կարաս աղոթես, բայց դու ոչ մի բան չանես, դու կարաս խնդրես, բայց ոչ մի բան չձեռնարկես քո կյանքում, հասկանում ես։ Գիտես, ես կարող եմ ասեմ, սաղի շատը հեշտ այսօր մեր կյանքում աղոթելն է, խնդրելն է մի բանի համար։ Ասես Տեր Աստված օգնի ես այդպես չլեմ, բայց դու տենց էլ մնաս։ Հասկանում եք, դրա համար մենք պետք է հասկանանք ում հետ մենք այսօր գործ ունենք։ Եվ ես կկարդամ 25-րդ խոսքից, ստեղ արդեն նայեք ասեմ 22 խոսքում ասում է հանեք ձեր վրա հին ընթացքը ունեցող մարդ, որ ապականված է խապուսիկ է ցանկություններ։ Պողոս ստեղ ասում է հանիր քո հին ընթացքը, հագիր, այսինքն նորը եւ ապրիր նորով, չէ։ Բայց ստեղ 25 խոսքում Պողոս ասում է արդ սուտը դեն նետելով, թող յուրաքանչյուր ոք ճշմարտություն խոսի իր ընկերոջ հետ, քանի որ միմյանց անդամներ եք։ Եթե բարկանաք, մի մեղանչեք, թող արեգակը բարկության վրա մայր չմտնի։ Ես տեղ եմ ուզում կանգնեմ, նայեք, հետաքրքիր խոսք է Պողոսը ստեղ ասում, Պողոս ասում է ստեղ բարկության մասին, զայրության մասին, Պողոս ասում է սուտը դեն նետելով, то есть, նայեք ասեմ, այս ամենը առիթ է, որ անիրավը սատանան մտնի ձեր կյանքը։ То есть, նայեք ասեմ, բարկությունը, չարությունը, ստախոսությունը, էդի դուրը, որ այսինքն սատանան կարա մտնի ձեր մեջ։ Նայեք ասեք, ինչի դուրն է, ես ես ունեմ ասեմ, որ հասկանամ։ Ձեր ոչ թե ձեր գլխի դուրն է, ձեր տան դուրն է, այլ ձեր սրտի դուրն է, որտեղ որ դուք շատ անգամ մտածում եք այնտեղ Քրիստոսն է, Տիրոջ հոգին է, բայց երբ որ դու առիթ ես տալի անիրավին, անիրավը առանց որևէ մի խոսքի ինքը հարձակվում է ու մտնում է ձեր սիրտը, ձեր միտքը, ձեր սիրտը։ Եվ ստե Պողոս ասում է սուտը դեն նետելով թող յուրաքանչյուրը ոք ճշմարտություն խոսի իր ընկերոջ, то есть մի ստի, քանի որ միմյանց անդամներ եք։ Եթե ասում եմ բարկանաս, մի մեղանչի, то есть ասում եմ, եթե դու բարկանում ես, մի մեղանչի, то есть ինչի մասին է ստե Պողոս ասում, դու կարաս բարկանաս եւ այդ քո բարկությունը կարա քեզի բերի դառնություն, շատ վատ հետևանքներ տան։ Եվ ստեղ ասում է խոսքը թող արեգակը ձեր բարկության վրա մայր մտնի, այսինքն մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա մայր իջի։ То есть հələ օրը չի պրծել, դու դրանից ազատվի։ Եթե օրը երկարում է, դու դրա մեջ ես, այդ բարկությունը տալիս է շատ վատ հետևանքներ։ Հասկանում եք։ Երբ որ դու կռիվների վիճաբանությունների մեջ ես, դրա հետևանքը շատ ահավոր առայելի է։ Գիտես, նայեք ասեմ, մենք շատ անգամ որ կարծում ենք ավետարանը, Քրիստոսն էլ բարկացավ։ Նայեք ասեմ, Քրիստոսը ոնց բարկացավ, երբ զարվացավ, մի տեղ կա, որ Քրիստոսը մտնում է տաճար, ինքը տերնում է թե ինչ է կատարում տաճարում, ասում է տաճարը սարքել եք առևտրի վայր, եւ ինքը սա շուռ է տալի, բարկանում է, այսինքն վռնդում է այդ, այսինքն վաճառողների, հասկանում եք ինչ եմ ասում, բայց դա ինչի մոտեցում է, ոնց որ ասած Քրիստոսը ցույց է տալի, թե տաճարը դա աղոթքի տուն է, տաճարը դա Աստծո խոսքի տուն, դա Աստծո գործի համար է, բայց եկեք մենք չխառնենք մեր մարդկային մոտեցումը, շատ անգամ ասես, գիտես, դες բարկանում եմ, հա, կարաս բարկանաս, կարաս, այսինքն ցույց տաս թե քո էմոցիաները դու մարդ ես, բայց ամենակարևորը, որպեսզի դու չխորանաս դրա մեջ, որպեսզի դու չբռնես, գիտեք, շատ անգամ երբ որ մենք մտածում ենք, ասում ենք, ինչի ենք մենք սենց երբեմն դառնում, չէ որ դու չես ուզում բարկանաս, չես ուզում չարնաս, չես ուզում սուտ խոսած, ինչի, նայեք, ես չեմ վախեցնում ձեզ, դա բռնվածության նման մի բան է, հասկանում եք ասեմ, նայեք, դևը ոնց է, գիտեք, շատ աստվածաբաններ ասում են, դևը ոնց է մտնում մարդու մեջ, եթե դու կապվածություն ունես մի բանի հետ, то есть խմիչքի ոգիք ասում է, մարդը խմում է, ոգին ասում է մտնում է իր մեջ, հասկանում եք, սիրում է խմել, հասկանում ես, սուտ խոսացող ոնց է սուտ խոսում, մի անգամ խոսած, երկրորդ անգամ խոսած, արդեն այդ սուտ խոսումները, սուտ խոսալը, այդ մարդու մոտ դառնում է սովորություն, նայեք ստեցած ինչ ասում, եւ ասա նա գողանում է թող այլևս չբանա ավելի, թող աշխարհը իր ձեռքերով բարի գործերով, որպեսզի կարիքավորին տարու բաները, ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որը բարի է,
հավատի շինության համար պիտանի որպեսզի շնորհ տալ լսողների։ То есть, ասում թողո բերանից ոչ մի վատ խոսք դուրս չգա։ Այդ ինչ վատ խոսքեր են։ То есть, երբ որ մարդը բարկանում է, երբ որ մարդը զայրանում է, կարող լիքը վատ խոսքեր ասի։ Հասկանում եք։ То есть, գիտես ոնց անում չափանիսը, որ կանգնել չի լինում։ Եվ երբ որ գալիս է արեգակը, մտնում է դու շարունակում ես, արդեն հասկանում ես, շատ բան կարա ահավոր պրզնի քո կյանքում։ Եվ ասում եմ, եւ մի տրտմեցեք Աստծո Սուրբ Հոգին, որտեղ կնքվեցիք փրկության օրվա համար։ То есть Սուրբ Հոգին, Պողոսը ստերշանում, որ Սուրբ Հոգին ձեր մեջ է, հոգևոր։ Եթե դու զայրանում ես, եթե դու ջայրանում ես, հասկանում ես, մի տրտմեցրա Աստծո Հոգուն, որովհետեւ դու տալիս ես հնարավորություն առիթ անիրավին մտնել քո կյանք, հասկանում ես։ То есть այդ դեպը, այդ ոգին, որպեսզի մտնի քո կյանքը։ Ասում եմ ամեն դառնություն, բարկություն, սրտմություն, աղաղակ եւ հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց քաղցր եղեք, գթած միմյանց ներելով, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով ձեզ ներել։ То есть Պողոսը ասում է, հանեք այս ամենը ձեր մեջից, որովհետեւ այս ամենը դուրը, պարտալը, հասկանում եք, դևերի համար։ То есть անիրավների համար։ Նայեք ասենք, ինչ են իմանում դևերը անեն, անիրավները անեն։ Բացեք Եփեսացիներից 6-րդ գլուխ, դասակ հայտնի տեղ է, ես ուզում եմ որպեսզի մենք կարդանք 11 խոսքի։ Ստեղ Պողոս առաքյալը շարունակում է։ Ասում է, եւ ես դա գրողի չեմ կարդա, ես դա կկարդամ երկու խոսք երևի։ Եվ ասում եմ, Աստծո սպառազությունը զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Ասում եմ, Աստծո սպառազինությունը հագեք, որ սատանայի հնարներին իմանա դիման։ То есть անիրավը ունի հնարներ, то есть ինքը կարա, այսինքն մոտիկանա ու կարա, այսինքն հարցակումներ տալ հոգևորին, բայց կա դու, կա առիթ, հասկանում ես ինչի մասին Պողոս ասում է 4:27-ում, то есть առիթ մի տվեք ասում է, հնարներ ունի, շարունակությունը, որովհետև մեր պատերազմը այլեն ու մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավարի, աշխարհի տիրականների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Նայեք ինչ ասում, ասում է, մեր պատերազմը իշխանների մարդկանց դեմ չի, մեր պատերազմը ասում է, Պողոս ասում է, ես ուզում եմ նորից գրկեմ, որպեսզի դուք իմանաք, այս խավարի աշխարհի տիրականների դեմ, երկնքում չար ոգիների դեմ։ Եթե որևէ մի հատ պարզ բացատրեմ ձեզ, պետությունը, երկիրը, երկինքը, կա там պրեզիդենտ, կա տեղականներ, կան այսինքն մինիստրներ, ուժային там տորբեր, то есть կան իշխանավորներ, այսինքն մինիստրներ տարբեր, ոգիներին, դևերին, իրանք էլ ունեն կաստաներ, հասկանում եք ինչը, կա այսինքն մեծ տիրակալ, իշխաններ, կան դևեր, այսինքն կան միջին դևեր, կան մեծ դևեր, կան լեգիոնների դևեր, հասկանում եք, ոնց որ դու գավ հասկանաք, եւ Պողոս ասում մեր պայքարը դրանց դեմն է, հասկանում եք, միասին մեր տեղ եմ ուզում ձեզ հիշեցնել Դանիելի մարգարեության 10-րդ գլխում, երբ որ Դանիելը աղոթում էր, ես սպասում էր, երբ որ հրեշտակը գա, երբ որ հրեշտակը եկավ, ասեց հանդիմանանք էր, ասում է, Պարսից իշխան, ինքը խոսում է դևերի մասին, այսինքն սատանայի անիրավի իշխանի դեմ։ Ասում ես պետք է գնամ նորից պատերազմեմ, հետո գալի է Հունաստանի իշխանը։ То есть այնտեղ հրեշտակը խոսում է դիվային աշխարհի մասին, անիրավների մասին։ Նայեք ասեմ, ասուժով, մենք չենք տենում այդ խավարի դիվային աշխարհը, բայց այդ դիվային աշխարհը ռեալ նակա։ Այսօր ինքն, նայեք ասեմ, ես մի ասած ռոլիկ է նայում, մի Սատանից մի աղջիկ կարող տեսած եմ YouTube-ում ֆորում է էսի։ Խոսում էր, ասում էր, ես ասում եմ, մենք ունենք հասցեներ էսա քրիստոնյաների, մենք ասում եմ, ես ինչ տելեպարտացիաներով միանում ենք, ասում եմ, մենք ըլում ենք, որպեսզի աշխատենք, այսինքն քրիստոնյաների վրա, ինքը պարզ ասում է։ Մենք գիտենք հասցեներ, անուններ, ասում է, հովիվների, там այսինքն այնպես յարի լիդերների վրա, հասկանում եք, ու ասում եմ, ըլում ենք, ու սկսում ենք ման գալ, գալիս ենք այս տներին բան, ասում եմ, մի տեսես մոտիկացան տեսամ ասում կուպր, ես տենում ասում կուպր փակ էր ասում այստեղը։ Այդ ինչ փակ է, դրանցը չէին կարող մոտիկանալ այդ հավատացյալները, որտեղ ասում Աստված չէ թողում։ Իրանք աղոթում էին, իրանք նվիրված էին Աստծուն, արգելք է։ Հետո ինքը ապաշխարում է, ինքը պատմում է, որ, то есть գիտեք կա ուժ, պաշտպանություն Աստծուց։
Մեզ, հասկանում եք։ Նայեք, քեզանից է կախված 10 առիթ անիրավիտ, թե չտաս առիթ սատանայի, այսինքն որ մտի քո կյանքը։ Գիտես, դևը որ մտավ, ինքը չի հարցնի քո անունը, քո ազգանունը։ Ինքը չի ասի, գիտես, դու Հիսուսի զավակն ես, ես վախենում եմ քեզ։ Ավելին, ես կուզեմ ձեզ ապացուցեմ նայ մի տեղ, մի բան կարդամ։ Բացեք Հովհաննեսի ավետարանը, մենք հենց այսինքն ուզում եմ որպեսզի մենք իմանանք, հասկանանք այն իրականությունը, մենք ինչի հետ այսօր գործ ունենք։ Նայեք ասեմ, սիրելիներս, ես չեմ վախեցնում ձեզ, որ ասեք, այս ինչ ա կա։ Ես եմ որպեսզի մենք լինենք արթուն, զգոն լինենք, հասկանում եք, ինչ եմ ասում։ То есть իմանանք պայքարել, իմանանք աղոթել, տեղի չտանք չարի, տեղի չտանք կռիվներին, վիճաբանություններին, խոսակցություններին, չար բաներ չխոսենք, հասկանում եք։ Նայեք ասեմ, շնությունը դաժանցում է, Կորինթոս ասում է, շնության ոգին ասում է, շնությունը արող է, որ միանում է մեկ է դառնում մեկ մարմին։ То есть այս շնացողը, որ մտնում է դրա հետ, դրա մեջ կա դևը միացնում է, դառնում է, ու օֆիցիալն է, ոնց ասեմ ձեզի, տեղադրվում է շնության ոգին այդ մեկի մեջ, հասկանում եք։ Նայեք ասեմ, հիշում եք Լուկասի ավետարան 8-րդ գլխում, որ ասում է Քրիստոսը եկավ, ասես քո անունը ինչ է, ասես լեգիոն, 5000-ից 3000-ից 6000 դևեր։ Ինչի հետևանքներ այդ մարդու մեջ, որ այսքան 5-6000 դև կա, ասեմ թե, իրեք ինչի հետևանքներ, մեղքերի հետևանքն է, հասկանում եք։ То есть մի մեղք էր գործում, երկրորդ մեղք էր գործում, երրորդ, չորրորդ, հինգերորդ, լիքը մի դևը գալու մյուս դևին ապեր, մի դևը 20 դև, 30 դև, ու խառնել էր այդ մարդու պսիխիկա։ Այսօր ասում են, դա չէ պսիխիչսկի նույնրանևեշ, էդի հասկանում են, շատեր չեն հասկանում, որ հոգևոր դաշտ կա, այդ մարդը գժվել է։ Եվ որ Քրիստոսը եկավ, ասեց, անտի ինչ ասեց, լեգիոն, ինչ ասեց մեզ մի ուղարկի անդուտ, մեզ ուղարկի խոզերի մեջ։ Հասկանում եք, Քրիստոս ուղարկեց իրենց խոզերի մեջ։ Իրենք սովորական, ոնց որ ասած, դևային զինվորներ էին, հասկանում եք, բայց Քրիստոս ազատագրեց այդ մարդուն, որտեղ այդ մարդը տանջվում է, այդ մարդը բորում է, հասկանում եք, այնքան էր կապվել մեղքերից, մի դևը բերում էր 20-ատ, 50-ատ, ու բալի 6000 դև մի մարդու մեջ։ Հռոմեական կայսրության մեջ կար լեգիոներ։ Ես կարդացել եմ, երբ որ Լուկս կար գալիս է Տիգրան մեջ հետ կռվելու, 2 լեգիոնով գալիս է, 12000 զինվորով գալիս է։ Եվ այսօր Քրիստոս այդ հարցը որ տալիս է դիվային բռնված մարդուն, ասում է, ինչ է, դևը խոսում է, 6000 հոգի։ Դու պատկերացեք, որ ամեն բանի կա ոգի, չարության ոգի, կռվի ոգի, շնության ոգի, հարբեցողության ոգի, հասկանում եք։ Եվ ինչ հար, գիտես, ես ինչ եմ նայք ասեմ, ստեղ Հովհաննեսի 13-ին, կասես մի հատ առաքյալ, անունը Հուդա է։ Հիշում եք Հուդայի։ Ով էր Հուդան։ Հուդան բոլորս գիտենք, որ Հուդան Քրիստոսի աշակերտներից մեկ էր, մենք մյուս է, մենք գիտենք իրականքը, մենք գիտենք, հասկանում եք։ Բայց ինչ կատարվեցավ, երբ որ Հուդան, այսօր կարդամ այստեղ Հովհաննեսի 13-27-ում, 13-27-ում, երբ որ իրանք հավաքվել էին, այսինքն ոտալվա և զատիկի օրն էր, երբ որ կանգնած էին, այն կասեմ, ինչ տեղ ունեցավ, երբ որ 12 աշակերտները կանգնած էին, և Քրիստոսը արդեն հացը կիսել էր, ողները լվացել, և ասում է 27 հացը վերցեց և հետո սատանան մտավ նրա մեջ։ То есть, եթե մենք վեր ենք գնում այն ժամ հենց Հիսուսը կրծքին նրան հարցեց, Տեր ով է նա։ Հիսուս ասում պատասխանեց, նա է ում համար հացը կդրճեմ ու կտամ նրան։ Արդեն հացը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիոտին։ Հացը վերցնելուց հետո սատանան մտավ ասում նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. Ինչ որ անելու ես արա։ То есть, ինչի՞ մեզ էս ընթացքը կապում։ Նայ, կանգնած էր Քրիստոսը։ Քրիստոսի աշակերտները։ Հասկանում եք։ То есть, չեմ ասում սատանան անիրավը չվախեցավ Քրիստոսի ներկայությունից։ Եվ անիրավը մտավ Հուդայի սիրտը իրանց ներկայության մեջ։ Չասես գիտես ես վախենում եմ Հիսուս ընդեղ, երբ որ դու կարողանաս, գնաս ընդեղ գաղտնի ճանապարհով գնաս, ես կգամ կմտնեմ քո մեջ։ Ես մի հատ դին կա Հուդայի ավետարան կա։ Նո աբսուրդ, ես մի անգամ կարդացել եմ։ Թեթև եմ, չեմ խորտա մի կա։ Հուդա պտի գար, պտի տենց սններ,
պետք է то есть, например, Աստծո կամքը կատարվեր, ինքը չունի տա մեղքը, հասկանում եք, չէ, իսկ Աստվածաշնչում գրված է, ավելի լավը չծնվեր, ավելի լավը չծնվեր, հասկանում եք ինչ եմ ասում, վայ նրան, որ մատեց Աստծո որդուն, բայց մեզ դրա մասին չեմ խոսում, ես հիմա խոսում եմ, նայեք ասեմ, Քրիստոսի ներկայությամբ, Քրիստոս ասաց, նայ սատանան մտավ իր սրտի մեջը, Հուդայի սրտի մեջը, եւ ինչ արեց Հուդան, գնաց ու մատնեց, նայեք սնգա ծերմին կա խորամանկ, կարող ասել հոգևոր, եւ կա թուլ հոգևոր, հասկանում եք, Հուդա խորամանկ հոգևոր է, առաքյալ է, երբ որ ինքը Քրիստոսի հետևից գնում է, ինքը շահասիրտ մարդ է, ինքը շահերն է, գիտես այդ մեր մոտեցում կա, ես կարամ ասեմ, եթե դու թուլ ես, եթե դու ընկնում ես, դու տնես վայր ու գնաս շարունակես, քանի անգամ Աստված քեզ կների, հայլ կների, որ դու ընկնես ընես, նայ ասեմ, Աստված տենում է, որ դու պայքարում ես, սիրելիս, եւ ինքը քեզ կների, որ վաղ Աստված չի ներում, որ վաղ Աստված չան, Ռուսեն ասում են, լուկավի չլավեք, պալուկավում ու պալուչ է, խորամանկ մարդը, խորամանկ իր հանդեցել կստանա, հասկանում եք ինչ եմ ասում, то есть Հուդան խորամանկ է, то есть այն մարդը, որ կարա փոխի իր կյանքը, կարա փոխի իր մոտեցումը ու ոչ մի բան չի անում ու չի էլ ուզում անի, то есть այդ մարդը խորամանկ մարդ է, այդ մարդը ասենք լուկավի մարդ է, նայեք ասեմ, Աստված սիրում է համետ խորամանքի, Աստված սիրում է համ թուլի, Աստված սիրում է ամեն մի մեղավոր ամբարիշտին, նայեք ասեմ, մեզ չեմ առանձնացում, գիտես, դրանը սիրում է, բոլորին է սիրում, բայց ոչ ամեն են գնում Քրիստոսի հետևից, ոչ ամեն են ուզում փոխեն իրանց կյանքը, ոչ ամեն են ուզում պայքարեն իրանց կյանքում, ոչ ամեն են ուզում, որպեսզի որ Քրիստոսը միայն թագավոր իրանց սրտում, շատերը տկարանում են, շատերը թուլանում են, հասկանում եք, և ստեղ ինչ եղավ Հուդան, Հուդայի ոտերը Քրիստոսը լված, Քրիստոսը ծեր ցուցաբերեց Հուդային, հասկանում եք, ինչ եղավ, Հուդան գնաց ու մատնեց, երբ որ անիրավը կանգնած է 12-ից, ասես գնա քո արագ քո գործը, սատանան տուրջը մտավ, ինչի, եթե Հուդան առիթ չտար, անիրավը չէր մտնի իր սիրտը, հասկանում եք, Իշմեք Պետրոսի, ինչ արեց Պետրոսը, գրել եմ, հեսա կկարդամ, 26-ի 32-ը Մաթևոսի, բացեք ետ ունեք, 26-ի 32-ը Մաթևոսի, 26-ի 32-ը Մաթևոսի, Ասում բայց հարություն առայից հետո ձեզանից առաջ պիտի Գալիլեա գնամ, Պետրոսը նրան ասաց, թեկուզ բոլորն էլ քեզանով գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի, Հիսուսը ասաց ճշմարիտ ասում եմ, քեզ այս գիշեր ակաղն, դեռ կանչած 3 անգամ կուրանասից, Պետրոսն ասաց, հարկ լից, քեզ հետ մեռնել, քեզ հետը մեռնել, քեզ չեմ ուրանա, նույնը նայ բոլոր աշակերտներս, то есть ինչ ասաց Պետրոսը ստե, Պետրոս ասեց, ես քո համար կգամ կմեռնեմ, ես քո համար իմ կյանքս կտամ, բայց եկա պարագան, Քրիստոսի մարգարեական խոսքերը կատարվան, Պետրոսը ուրացավ Քրիստոսի 3 անգամ, ինչա ասում է չկանչած, ինչը, մենք տնում ենք Պետրոսի թուլությունը, Պետրոսը խորամանկ չէր, Պետրոսը թուլ էր, Պետրոսը ընկավ, հետո վեր կացավ, հասկանում եք, համաձայն եք, ոնց ինքը վեր կացավ, գործարակելոցի 2-րդ գլխում, երբ որ Պետրոսը Պենտեկոստյան օրը քարոզեց, հազարավոր մարդիկ ապաշխարեցին, հասկանում եք, то есть Աստված տալիս է շանս մարդուն վերականգնվել, Աստված տալիս է շանս մարդուն փոխվել, ես եմ քեզ կասեմ, քեզանից է կախված, հասկանում եք, դու ուզում ես փոխվես, թե չես ուզում, քեզանից է կախված, դևը կմտնի քո կյանքը, թե չի մտնի, Եվ որ քո մոտ մի բանը սովորություն դառնում, հասկանում եք, դու խաբում ես մարդկանց ու սուտ խոստումներ ես տալի, հավատա ես քեզ կարամ ասեմ, ու գիտես շատ անգամ սովորություն է դառնում ու չես կարող աջակցես, չեմ վախեցնում, հասկանում ես, չեմ ուզում ասեմ, ազատագրվի, ապաշխարի։
Եթե դու ապաշխարես, եթե դու գիտակցես, եթե դու հասկանաս, որ դու այսօր ահավոր ձևի կապված ես, եւ Աստված սպասում է քեզ, նայում է քո սրտին, որ դու խնդրես մեղքերի թողություն, հավատա, Աստված քեզ կների։ Հասկանում եք, Տերը քեզ կների։ Տերը դրա համար է եկել այս աշխարհ, որպեսզի քեզ տա շանս, հնարավորություն, եւ Աստված տալիս է այդ հնարավորությունը քեզ ու ինձ փոխվելու։ Եվ ասում է առիթ մի տուր սատանային, որպեսզի սատանան չմտնի քո սրտի մեջ։ Գիտեք, երբ որ ինքը մտնում է ինչ անում, Հիսուսը ինչ ասում դրա մասին, Հովհաննեսի 10:10, Քրիստոս ասում է պարզ, հստակ։ Բացեք 10:10։ Անգլիստերը գիտեմ, որ այնքան եմ սիրում այս տեղը, ես 9 խոսքում ասում եմ, ես եմ դուռ, եթե մեկի միջով ներս մտնի, կփրկվի, կմտնի, կելի եւ արոտ կանի։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ողջաները կյանք ունենան եւ առատ կյանք։ Տոյս Քրիստոսը ասում է, գողը, ով է գողը, անիրավը։ 9-րդ խոսքում Քրիստոսը ես եմ դուռը։ Ինչ դրան մասին է, սրտի, այսինքն դուռ իրանով մտնես, արոտ կանես, քո սիրտը տաս իրար, հասկանում ես։ Եվ ասում, բայց գողը որ եկավ, անիրավը, ինքը գալիս է ոչնչացնելու, կոտորելու, ջարդելու, մորթելու գառներին, Դոյս ինքը քեզ չի խնայելու, հասկանում ես։ Ինքը Քրիստոս չի, դոյս Քրիստոսը արդեն է վաղ զգուշացնում էր, որ անիրավը, գողը, ինքը գալիս է մտնում այն չանում, հոգևոր կյանքում ապականացնելու համար։ Ես հիմա շատ կարևոր բաների մասին եմ խոսում։ Ես ուզում եմ, ձեր մտքերը լուրջ մոտիկանան։ Եթե քունը դա տանում նիքը թարմացի ներսեն ցար։ Ես չեմ ասում, եթե ուրիշ մտքեր են քեզ այսօր անում, լսի, որովհետև գիտես շատ կարևոր է դու այսօր քո հոգևոր պատերազմը ձևավորես, հասկանում ես։ Շատ կարևոր է որ դու այսօր քո ձեռները ծալած չնստես, հասկանում ես, սպասես որ ինչ-որ մի բան կփոխվի, հասկանում ես։ Այսօր շատերը խոսում են շատ անգամ հոգևոր պատերազմների մասին, պայքարների մասին, բայց շատերը նայում են, ասում են, ի՞նչ է պայքարում, ո՞նց է պայքարում, հասկանում ես։ Շատերը չեն էլ հասկանում, որ ասում են, ես հոգևոր պատերազմների մեջ եմ։ Հասկանում եք, նայես եմ Աստված քեզ տալիս է այնքան ինչքան դու կարաս, այդ Եփեսացիներից 6-րդ գլխում, որ ես կարդում էի, հասկանում ես, ասում է կան խավարի իշխաններ, տոյս մեկ էլ մի, տոյս կան ավելի հզորներ, հասկանում եք, Տերը չի թողնում, գիտի դու ինչքան կարաս տանես, ինքը չի թողնում, որ հասկանում ես այն իշխանավորներ են, դա որ ասում է Պարսից տան Դանիել գրքում 10-ը, որ հարձակվեն վրե, ինքը դա այնքան ինչքան այդ փորձությունը կտանես, հասկանում ես, եւ ինքը քեզ կպաշտպանի։ Չի թողնի, հասկանում եք, որ դու ես իրանց զոհը, բայց Տերը ուզում է, որ դու եք պատերազմում ես, Տերը ինչ ասում, գիտես, ես ձեռերս ցալած նստեմ, Տեր դու արի իմ տեղը պատերազմի, բա դու ինչ համար ես։ Հեսեմ ասած բանկը, ты что, ասում, Ռուսեն ասա, ты хочешь, что на всем готовом прийти, что ли? Да так не бывает, это չկա, հասկանում ես։ Это չի լի, որ դու գաս ամեն ինչ պատրաստ, բան, չէ։ Это չի լի, նայեք ասեմ։ Ինուկտում կար մի հատ անձնավորություն, շատ անձնավորություն, հետաքրքիր անձնավորություն, հոբին բոլորը գիտեք, ծանոթ է։ Что-то вроде ասում են հայ է։ Բայց ես ուզում եմ ասեմ, գիտեք, հայ չեմ կարող ասել, ուրարտույց չէ, չեմ կարող ասել։ Բայց ես կարող ասեմ իրա մոտեցումը, իրա պայքարը, իրա պատերազմը, ոնց եղավ իրա մոտ այդ ամենը։ Այդ նայեք ասեմ, եթե մենք սենց նայենք հետաքրքիր ես համեմատություններ էի անում, լրություն, ասու ժողով, հետո կխոսակ, հեսա կպազար կխոսակ, ժամանակ ունենք։ Նայեք ասեմ, համեմատություններ էի, մենք եթե ես անում եք, գիտես, հասարակ դևերը, որ մտել էին այդ բռնված դևերով, բռնված մարդ, որ այսպես լեգիոներ, զինվորներ էին, դևերի զինվորներ էին։ Հոբի գրքում, որ նայում ես, ես հասարակ սենց օրինակ բրենք, բացեն կարդան, հոբի առաջի գլուխը, բացեք հոբի առաջի գլուխը, Հոբի առաջի գլուխը, ասում է սատանան, առաջի գլխից, հեսա մի վարկյան, մի օր ասում է, առաջի բեցի, մի օր ասում որդիներ եկավ տիրոջ առաջ կանգնելու, սատանան էլ եկավ նրանց մեջ, Տերը սատանաս է, որտեղից ես գալի, սատանան տիրոջ պատասխանեց ու ասաց, երկիր վրա շրջելուց նրա մեջ ման գալու, Տերը սատանային ասաց,
իմ ծառա հոբի ուշադրություն դարձիր, որ երկրի վրա նրա նման կատարյալ արդար աստվածավախ եւ չարությունից հեռացող մարդ չկա։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. Միթե Հոբն Աստծուց վախենում է առանց ակնկալության, չէ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածքները ցանկապատել ես, նրա ձեռքի գործունեորթել ես, նրա հոտերը տարածվել են երկրով մեկ, բայց հիմա ձեռքը երկարի նրա ողջ ունեցվածքից դիպիր ու կտեսնես, որ ողջ մի դիմաց քեզ կհայհոյի։ Տերը Սատանան ասաց, ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքը թողնի, միայն թե ձեռքը նրա առաջ չերկարես, եւ Սատանան Տիրոջ առաջ դուրս գնաց։ Ինչ ասել մենք տենում ենք։ Մենք տենում ենք Հոբը լավ մարդ է, բայց ով եկավ Աստծու մոտ, հասարակ դեր չեկավ։ Ստեղ եկավ ոնց որ ասած Սամի Գլավնի անիրավը, հասկանում ես։ Ու այդ Սամի Գլավնի անիրավը որ եկավ, ասեց որտեղից ես գալի, ասեց աշխարհի մեջ շրջելուց եմ գալի։ То есть դու տեսա там Անդեր հոբ կա, ասում է, հլը ձերդ կաշի ինքը լավ է, քեզ մեծարում է, բան անում, որտեղ դու պաշտպանում ես, դու օգնել ես իրան։ Հլը ձերդ երկարացը դիպչի, տեսինք քեզ ոնց կայոյի։ Աստված թողեց, հասկանում եք, որ հոբին մոտիկանա, հասկանում եք, եւ ինչ տեղի ունեցավ, մասշտաբային տեղի ունեցավ։ Նայեք ասեմ, սովորական չէ, ոնց որ ասած, հասկանում եք, այդ Ղուկասի ավետարան 8-րդ գլխում է դևերով բռնված մարդը, որ 6000 հոգի լեգիոնով ուղղակի կապել էին, այդ մարդուն գերեզմաներում բոռում էր, եսի ինչեր էր անում, հասկանում եք, վախենում էին գնային։ Հոբին որ դիպչեց, հոբին մասշտաբային դիպչեց, հասկանում եք, երբ որ կարդում եք, ասում է, երկրից կրակը իջավ, там ընդեր հարցակման, то есть մասշտաբային հարցակում էր, հասկանում եք, то есть Ուրվին էլ ռուսերեն կարանք ասենք, հասկանում ես, երկար փորձություններ էր, հասկանում ես, և ինչ եղավ ասում է, երբ որ ասում է հոբը լսեց, որ երեխեքները սկսավ ինչ անեն, то есть Աստծուն չանիցել, այդ ամենը կործեց, սկսավ Աստծուն ինչ անել, օրհնել, մեծարել, երբ որ կինը մոտիկացավ իրան, ասում է, այդ երկրորդ գլխի 9-րդ խոսում, նրա կինը նրան ասաց, դե քո կատարելությանը կառաջացես, Աստծուն հայհոյիր ու մեռիր, հոբը նրան ասաց, հիմար կանանց նման ես խոսում, ուրեմն Աստծուն միայն բարիքն ընդունելի է և չարիք չընդունենք, այս ամենում հոբն իր շրթունքներով չմեղանչեց։ Դու պատկերացրա, եթե մենք այդ երկու գլուխը կարդում ենք, հոբը կորցեց իր ընտանիքը, հոբը կորցեց իր սաղ երեխեքին, աղջիկներին, հարստությունը, կրակը, քանդվավ, թափվավ, то есть եւ այս ամեն բանի մեջ հոբը մի հատ չմեղանչեց։ Հասկանում եք։ Այդի հոգևոր պայքար է, այդի հոգևոր պատերը, հա ես հիմա չեմ խոսում շարունակությունը հոբի, ընդեղ շատ երկար է, թե մենք կարդանք շարունակությունը, թե հոբի հետ ինչ էր կատարվում, ինչեր հետո լավ է, там հիվանդացավ, մեկ էլա մյուս անգերներ եկան բան, ես եմ ուզում եմ ասեմ առաջնահերթին, հասկանում եք, то есть ինչ մեծ պատրիսիեն եղավ հոբի համար, հոբի համար դա շատ մեծ ահավոր էր, հասկանում ես, կորսես ընտանիքը, կորսես Բայց ինքը չմեղանչեց Աստծո։ Նայ մեր հետ ոնց անում։ Երբ որ մի հատ դժվարություն է, մի հատ փորձություն է գալ, մի հատ փոթորիկ է թեթև շփոթում թեքվում է մեր կողմերը։ Ինչ ենք մենք անում։ Մենք սկսում ենք խնդրել, աղոթել, Տեր Աստված օգնի ու չկա պատասխան։ Չկա պատասխան ինչ ենք անում, սկսում ենք, այսինքն տոյս նապրիմեր գորա այդ մոտեցումով խառնաշփոթ հասկանում ես Տիրոջը հասկանում ես, այսինքն ինչ անել, ասել գիտես Տեր Աստված, տամների, բա ուր ես, ինչի չկաս, ինչի չես պատասխանում ես, ինչի չես դասում ես, հասկանում ես։ Եվ շատ անգամ հասկանում ես, հիասթափությունը, երբ որ գալիս է մարդու մոտ, երբ որ հիասթափությունը գալիս է հենց այդ շնորհին, հասկանում ես, գալիս է այն շնորհին, որովհետև մենք շատ անգամ չենք կարում այդ մոտեցումը, հասկանում ես տա, շատ անգամ մենք թուլանում ենք, շատ անգամ մենք տկարանում ենք, հասկանում ես։ Բայց երբ որ գալիս ենք առիթ են տալիս սատանային, առիթ են տալի մեր բնավորության մոտեցումով, հասկանում ես, գալիս ենք ապաշխարում ենք, ընդունում ենք Քրիստոսին, ոնց որ մեր անձնական Տեր ու Փրկիչ, եւ շարունակում ենք մեր գործը։ Շարունակում ենք մեր սրտի դուռը բացել անիրավի առջև, ասել արի մտի։ Այսինքն հասկանում ես, գիտես դա շատ ահավոր է, իմացի։ Աստված քեզ տալիս է հնարավորություն, մեր Տեր Հիսուսը տալիս է քեզ հնարավորություն։ Տալիս է հնարավորություն, որովհետեւ դու այս քո մոտեցումը փոխես, որովհետեւ դու իմանաս պայքարել, պատերազմել, հասկանում ես։
Եվ այս նույն եբրայցիներից 6-րդ, Եփեսացիներից 6-րդ գլխում, երբ որ ստեղ ասում է, Պողոս ասում է, եւ Աստծուց պարազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանային հնարներին դիմադրել։ Աստծոս պարազինությունը զգեստավորվեք։ Որն է Աստծոս պարազինությունով զգեստավորվենք։ Եթե մենք շարունակությունը կարդանք, այնտեղ տալիս է Վահանը, Սուրը, ամեն այնտեղ խոսքին տալիս է բացատրություն։ Դա քո հավատքն է։ Դա քո մոտեցումն է։ Հասկանում եք, դա այն է, որ դու հստակ պետք է լինես, հասկանում ես, քո ընտրության մեջ, դու հստակ պետք է լինես, որ դու հավատաս, որ Քրիստոսը քո կյանքում է, հավատաս, որ դու ամեն բան կարաս հաղթահարես։ Գիտես, շատ անգամ մտածում եմ, ինչեն շատերը տեղի տալիս անիրավի, այսինքն հարցակումներ, չեն կարող, այսինքն ուղղակի պայքարել, չեն կարող, հասկանում ես։ Գիտես, ստեղ էլ ես կարամ ասեմ, շատ անգամ ես պետք է ուժեղ մոտեցում։ Պողոսը ստեղ հենց նույն է գլխում ասում է 18 խոսքում ասում ամեն ժամ աղոթեք եւ խնդրեք հոգով եւ սրա մեջ արթուն մնացեք։ То есть դու միշտ պետք է արթուն մնաս սրա մեջ, հասկանում ես։ Դու պետք է իմանաս, որ դու պատերազմի շավիղներով ես։ Իդես, երբ որ ասում եմ քո թույլ տեղը որտեղ է հոգեվոր ես, դու սա գալիս ես ոնց որ ուժեղանում ես, լցվում ես, բայց ամեն հոգևորի թույլտեղ իր ընտանիքն է, իր կյանքն է, այնտեղ որտեղ որ ինքը մտնում է, հասկանում ես։ Քրիստոսն ասեց, վայ նրան, որ մեկին գայթակեցնի, եւ ասում է, գայթակղությունները կգան։ То есть Հիսուսը զգուշացնում է, որ գայթակղությունները կլինեն։ Դու պետք է չտարվես այդ գայթակղություններին, հասկանում ես։ Դու պետք է չլինես մասնակից։ Գիտես, երբ որ քեզ մեկ ուզում է հունից անի, դեռ մի աստվածաբան ասում է, տվեք լուբոյ մարդուն, լուբոյ հոգևորին, ես 3 րոպեում այդ հոգևորին հունից կանեմ։ Ես էլ մոտածում ասում ճիշտ է ասում այդ մարդը, հասկանում եք, այդ հոգևորը։ То есть մարդուն, գիտես դու կարաս հունից ըլնես, դու կարաս զայրանաս, բայց թող այդ զայրությունը քո, հասկանում ես, ոնց ասեմ, սահմանից դուրս չլինի։ Երբ որ դու սահմանից դուրս ես ելնում, ահա որ կարաս իրավիճակի դեմ, գիտես, երբ որ դու չես իմանում տիրապետել քեզ, իրավիճակը շատ կարա ցավոտ պրզնի քո համար։ Դու չես կարող մտածես անիրավ ինչ է։ Հիսուս ասում է, գողը գալիս է գողանալու, սպանելու, մորթելու, ոչնչացնելու։ То есть անիրավը գալիս է գողանալու, սպանելու, ոչնչացնելու։ Դու պատկերացա, որ ինքը մտնում է քո կյանքը, ինքը մտնում է քո սիրտը, ինքը պրոստատակ չի գալի չայ կոֆե խմելու։ Ասի դե լավ, դու Հիսուսին ես հեսա կանեմ կգնա։ Գիտես, կա պատերազմ, հոգևոր պատերազմ, վերին խավերում, հոգևոր դաշտում, որ մենք չենք տենում, եւ քո կյանքն է դա պատերազմ, հասկանում ես։ Անիրավի նպատակն է, որպեսզի քեզի հերվասնի Քրիստոսից, ու տանի դժոխ կանդում իր հետ որ լես ընդ հասկանում ես։ Որ գեհենում իրար հետ, այսինքն դե վառոյ տա մեկ էլ մյուս, հասկանում ես։ Բայց ոչ թե դու գնաս դրա Քրիստոսի մոտ հավիտենություն։ Իսկ մեր մոտեցումն է, որովհետեւ մենք օգնենք, ցույց տանք քրիստոնյային, ասենք գիտես սիրելիս, դու ունես շանս այնքան։ Գիտեք, եթե դու թույլ ես, Տերը քեզ սիրում է։ Այք ասեմ, ներման մեջ, ես շատ անգամ մտածում եմ, ասում եմ ներումը հենց դա մեկ մի պարտալներից մեկն է, որ մենք փակ են պահում եւ անիրավը մտնում է։ Քանի անգամ ներես Պետրոս ասում է, 77 անգամ։ Այնքան ինչքան պետք է պետք ներես։ Քանի անգամ խոստովանես քո մեղքերը Քրիստոսի առաջ։ Այնքան ինչքան պետք է մինչև դու լեովին մաքրվես։ Բայց ոնց է գալի։ Բայց ուստի մի բան պետք է իմանաս սրա։ Երբ որ դու բերում ես ապաշխարության, բերում ես այդ ամենը Աստծո առաջ, ես չեմ կարող ասեմ ինչ սրտով ես դու աղոթում, որտեղ շատ անգամ շատերը չեն ուզում հասկանալ իրաց արած մեղքերը, հասկանում եք, շատ հոգևորները չեն կարող մոտիկանալ, սառնացած սրտով ես մոտիկանում եւ սառնացած սրտով էլ դու մտածում ես, գիտես դու հաղթել ես, բայց լիովին հաղթանակը այն բախտը, երբ որ հասկանում ես ինչ անիրավը հերվանա քեզանից։ Նայեք ասեմ, Հակոբոսի 4:7-ում տալիս եմ ես հետաքրքիր տեղ։ Ասում է, արդ, հնազանդվեք ասում, դիմադրեք սատանային ու նա ձեզանից կփախչի։ То есть Հակոբոս ասում է, հնազանդվիր Աստծուն։ То есть հասկացիր քո սխալները, հասկացիր, որ դու կախված ես Աստծուց, հասկացիր, որ դու թույլ ես, հասկանում ես, գիտես, եթե դու արտահայտես քո աղոթքում ասես, Տեր, ես թույլ եմ, ես սխալ եմ, ես չեմ կարող առանց քեզ, եւ ասում է,
ասում է դիմադրեք սատանան ունա ձեզանից կփախչի։ То есть, երբ որ դու խնազանդ ես, երբ որ դու խոնարհվում ես իր առաջ, դու պետք է վեր կենաս, կանգնես ու սկսես դիմադրել անիրավի։ Եվ ասում եւ նա քեզանից կփախչի։ Հարցը, ինքը կփախչի էլ հետ չի վերադառնա։ Կվերադառնա, հասկանում ես, եթե 7 հոգու ավելին կվերցի, կարա մոտիկանա, հասկանում ես, բայց եթե դու նորից ուժեղ ես դիմադրում ես, ինքը նորից կփախչի քեզանից, կգնա։ Ինչ է, հիմա սկսես գնալով ավելի կշատանա, չեմ կարող ասել, դու գնալով ավելի կուժեղանաս, իհարկե, հասկանում ես, նայես, ինչի Տերը չի թողում հոբբի նման փորձություն լինի այսօր շատերից մոտ, աստված, հոբբի նման, հասկանում ես, որտեղ ինքը գիտի դու այդքան չես կարող տանես, հասկանում ես, քո մատը ծագվում է, դու ցավում ես, տրտնջում ես օրերով, սկսում ես աղոթել, ասել Տեր Աստված մատս ծագվել է, քո տունը մի պրոբլեմ առնում, դու սկսում ես լացել, ասել Աստված ինձ թողեց, հերվացավ, ախր ես սա որ աղոթում եմ, ասում դե, սիրելիս, աղոթում ես, լավ ես ան, բայց ինչ ես տրտնջում, ինչ ես երկմտում, Նյուժելը դու մտածում ես, որ Աստված քո հետ չի, եղիր համարձակ, եղիր հստակ, եղիր արթուն ու հավատա, շատ անգամ Աստված իր ողորմություն անում է ու անելու է։ Եվ ստեղ Եփեսացիներից 4:27-ում նորից եմ ուզում մտնել մի հատ այնտեղ Եբրայցիներից 4:27, Եփեսացիներից 4:27, ինչ խառում եմ, ռուսերենից հեշտ է, Եփեսյանն ի եվրեյն, հայերեն մեկի եբրայցիներ, եփեսացիներ, 4:27-ում, և ասում է, սատանային արիթմի տվեք, ասում է, ես 30 խոսում, և մի տրպեցեք ասում սուրբ հոգով, որ կնքվեցա փրկության օրվա համար, ամեն դառնություն ասում է, բարկություն, սրբություն, աղաղակ և հայություն թող վերանա ձեզանից, ամբողջ շարությամբ հանդեպ, то есть թող վերանա այս ամենը, ընչի, եթե դրանք չվերանան ինչի ձևարկեն, ես մեր ոցի զգուշասենք լուր հասկանանք, էլի, դևերը կմտնեն քո կյանքը, դևերը կլնեն, այսինքն հասկանում ես, այն որ 6000 հոգի լեգիոն որ ասեց, էդի դրանց հետևանքն էր, հասկանում ես, то есть это կա շնություն, պղծություն, պոռնիկություն, ստեղ դե կա տրկ, այսինքն բարկություն, դառնությունը կարող բերի բարկություն, սրբություն, աղաղակ, հայհոյություն, դու կարող չտիրապետես քեզ Դևերը կարող դա բնակվեն քո կյանքը։ Ինչ է պետք ազատագրվել։ Մենք կարանք ազատագրվենք, ոնց կարանք։ Հիսուս Քրիստոսի անունով, հասկանում եք։ Գիտես, ես կարող եմ ասեմ շատ անգամ ես տեսել եմ դժվարությամբ են մարդիկ ազատագրվում։ Շատերը դեռ չեն ազատագրվում։ Ինչի՞։ Հիմա կասես, ինչի՞ օջան, ինչի՞ չեն ազատ, որտեղ իրանք չեն ուզում ազատագրվել։ Հասկանում ես։ Գիտես, ինչի չեն ուզում։ Հուդան երբ որ զգաց, որ ինքը մեղավոր էր, արդեն ուշ էր, արդեն ինքը դավաճանել էր Քրիստոսին, երբեմն շատ անգամ երբ որ հասկանում ես, մարդը կարա, հասկանում ես, слишком խոր մտնի, слишком глубоко մտնի մեղքի մեջ, ու անիրավ ընդեղ չի կանգնում, անիրավ շարունակում մարդուն քաշել է կրապոտ փոսը, գցել մեղքի մեջ, հասկանում ես, շատ անգամ կարող են շատ ուշ, գիտես, բայց Աստված տալիս է քեզ հնարավորություն, որ դու վեր կանգնես, ըլնես ու գնաս իր հետևից, որտեղ փրկությունը Քրիստոսն է, փրկությունը Քրիստոսն է, առանց Քրիստոս չկա կյանք, գիտես, մենք այսօր պայքարում ենք դիվային աշխարհի դեմ, Պողոսը պարզ ասում է, մեր պատերազմը այրան մարմնի դեմ չէ, իշխանավոր է, մեր պատերազմը խավարի իշխանի դեմն է, այսինքն գլոբալ մոտեցումով, հասկանում ես, Այսօր շատ անգամ ես հասկանում եմ, այսօր շատ հոգևորներ ունեն պարտություն։ Գիտեք, սատանան սիրում է, որ հոգևորը պարտվում է, ինքը ուրախանում է։ Գիտես, հետաքրքիր որ դու պարտվում ընկնում ես, այդ ընկնելուդ վաղ, երբ որ դու ուզում ես վեր կենաս, ու դու վեր ես կենում, հասկանում ես, եւ հետո շարունակում ես թուլացած, թե ուժեղանում ես ընկնելուդ վաղ։ Դա տարբեր մոտեցումներ է։ Գիտես, դու կարաս ընկնես, ընկած մնաս, ըլնես, հասկանում ես, թուլացած ըլնես, արդեն ըլնես, թեթև բոյտաս, բայց երբ որ դու կարաս ըլնես շարունակես ու ավելի ուժեղանաս, բերելու փորձ, եթե պետք է զիջես, լռի, եթե պետք է սիրես, սիրի,
Երբ պետք է խոնարհվես, ասում եմ խոնարհվի։ Եթե պետք է քեզի հայհոյում են քեզ, վատ բաներ են ասում։ Գիտեք, կան մարդիկ, որ մարդկանց ուղղակի չեն սիրում։ Ես կան մարդկանց եմ հանդիպել, ուղղակի մարդուն չի կարող սիրի։ Ինքը մարդուն կարող է մարդուն ամեն օր տենա, գործի պետք տենա, պրոստը լիչնը նիպրիայս։ Եթե դա շատ ահավոր է։ Ես ուզում եմ ասեմ, որպեսզի ով որ ուզում է այդ հոգևոր թե չհոգևոր, դու պիտի իմանաս, եթե դու գնում ես Քրիստոսի հետևից, դու այդ մարդուն պիտի սիրես։ Եթե դու չես սիրում, ես քեզ կարող եմ ասեմ դա դիվային է, լուր պիտի մոտիկանաս, հասկանում ես, մոտիկացի եղբայրներին, մոտիկացի հովիներին, թող աղոթենք ազատագրության համար ու դու ապաշխարես, հասկանում ես, որտեղ Աստված տալիս է այդ շանսը ամեն մեկից, հասկանում ես, ու ես հավատում եմ, որ Տերը կտա քեզ հաղթանակ, ու Տերը տվել է հաղթանակ ամեն մեկից, ամեն, արտադրականովակ ես, սիրելիներս, Աստծո ժողովուրդ, իմ քաղցր քույր եղբայրներ, հավատացեք, ես ես ամեն խոսքը, որ պատրաստել եմ, դասը շատ է հələ, շատ համարներ կա, ես ինձ արագ եմ ասնում, որպեսզի որ մենք ժամանակ ես մի քիչ կարճ է, խնդրելը շուտ կրծենք, ես ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք այն ռեալնեսը, այն ինչ որ մեզ սպասում է, այն ինչի մեջով որ ասում են, նայեք ասեմ, հոբի մասը որ ես կարդում եմ, հոբը չուներ, հասկանում ես, ոնց ասեմ քեզի, այդ բնավորության պրոբլեմները, հոբը ապրում էր, հոբը արդար մարդ էր, հոբը մեջ չէր գործում, հոբը ուղղակի փորձության մեջ ընկավ, հասկանում ես, Սատանան եկավ փորձելու, Աստված թողեց։ Ես խոսում եմ մեր այսօրվա իրականությունը 2000 տարի առաջ Հուդայից, Պետրոսից, հասկանում ես, մենք անենք Սաղմուղ թագավորից խոսանք, Դավիթից խոսանք լիքը օրինակներ, որտեղ որ չար ոգիները մտնում են մարդկանց մեջ, ուղղակի մտնում են, ոգին մտնում է, հասկանում ես։ Կարդանք Ավետարան ինչքան դևերով բռնված մարդկանց էր Քրիստոս ազատագրում։ Դևը դուրս էր գալի, մարդը սկսում էր տենալ, լսել, գույրությունը հեռանում էր։ Իսկ երբեմն կա պրոբլեմի արմատը, հասկանում ես, հենց այդ քո կյանքում ոչ մի բան չի լինում։ Շատ անգամ հասկանում ես, մարդիկ չեն ուզում փնտրել ինչից այդ արմատին չեն նայում, իրանք ճյուղերին են նայում։ Բայց ես լավ արմատը, որ լավ արմատը, ինչքան դու ճյուղերը կդրես եկա, ճյուղավորվելու, արմատը տալու է ճյուղ։ Դու պետք է վերադառնաս արմատին, արմատը հանես, ոչ թե քոժերով, այլ Հիսուս Քրիստոսի անունով, որտեղ այսօր Սուրբ Հոգին քո մեջ է, գիտես, այսօր Տիրոջ Հոգին քո մեջ է, եթե դու այսօր լսում ես այդ խոսքը, ես չեմ անում այդ խոսքը քեզ է վերաբերում, քեզ չի վերաբերում, կողքինի, դիմացինի, ես քեզ կարամ մի խնդրանք, այսինքն փորձիցս, դու հիմա լսում ես մի մտածի կողքինիդ համար է, դա քո համար է, հասկանում ես, որտեղ դու այսօր ստեղ ես, այսօր քո աչքերը ու բաղադրները լսում են այդ խոսքը, որովհետև դու ունես բաներ քո կյանքում փոխելու։ Ուզում ես ասում ծառայես, դու պիտի պատրաստ ես, հասկանում ես, առիթ մի տուր անիրավի, որ անիրավը ներգործի քո կյանքում։ Եթե կարող է մի մարդ, որ քեզ չի սիրում։ Ոնց ներես, Հիսուսը ստեղ ասում է, Մատթեոսի 18-ում կկարդամ ես, չեմ կարող չկարդամ, շատ լավ տեղը։ Մատթեոսի 18-21-ում Քրիստոսը ստեղ ասում է հետաքրքիր մի բան։ 18-21 Քրիստոս ասեց, դարձյալ ասում եմ ձեզ, եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբան ինչ-որ խնդրեն, կլինի նրանց իմ որ երկում, որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ նրանց մեջ եմ, այս ժամանակ Պետրոս մոտենալով նրան ասաց, Տեր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի անգամ նրան ներեմ, մինչև 7 անգամ, Հիսուսը նրան ասաց, քեզ չեմ ասում մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ, 77 անգամ։ То есть Քրիստոսը